Երկու շատ համեմատելի օրինակներ ռուսական փորձից։ Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի ղեկավարությունը որոշել է ստեղծել իշխանությունների կողմից տրված խոստումների բաց ռեգիստր։ Մեկ վայրում հավաքելու են մարզի տարբեր մակարդակի ղեկավարների նախաձեռնությունները, խոստումները։ Սա նրա համար է, որպեսզի քաղաքացին տեսնի իրեն քանի խոստում է տրվել, ինչ մակարդակի է, որն է կատարվել, որ փուլում է եւ իր դիրքորոշումը ճշգրտի ընտրություններից առաջ։ Լավ կլիներ, կարծում եմ, համեմատությունների սիրահար մեր իշխանությունը նման ռեգիստր ստեղծեր եւ բոլոր խոստումները կատարված ու անկատար ներառել դրանում։ Ռուսաստանի Դաշնությունից մեկ այլ օրինակ էլ կա, որը եւս մեր իշխանության համար կարող է շատ ուսանելի լինել։ Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հարց տվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցների մասին, թե ինչպես կարձագանքեք։ Թրամփը խոստանում էր ընտրվելու դեպքում ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել մեկ շաբաթում, մեկ օրում, մի ժամում, չեմ էլ հիշում արդեն։ Երբ չկարողացավ խոստումը կատարել, ասաց, որ երկու կողմից էլ խորը հիասթափված է եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառեցին նոր պատժամիջոցների փաթեթ։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինն ասաց. Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են։ Այո, ասում է, վնասներ կկրենք, բայց ճնշման տակ ոչ մի քայլ։ Պատվի հարց է։ Ու երբ համեմատում ես Հայաստանի կառավարության հետ, տեսնում ես, հասկանում ես, թե ինչու է Ռուսաստանը հաղթում եւ ինչու ենք մենք պարտվել։ Մեզ մոտ ճնշման տակ, խոստումների տակ, պարտադրանքի տակ, կոմպրոմատների տակ մի ամբողջ կայացած պետություն հանձնեցին, մյուսն էլ հանձնելու ճանապարհին են։